Կարևոր այց Ֆրանսիա Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում վարչապետը հայտարարել է, որ պետք է գիտակցել այսօրվա մարտահրավերների լրջությունը, հիբրիդային սպառնալիքներ, արհեստական բանականության էքսպոնենցիալ աճ, ճշմարտության ու կեղծիքի միջև սահմանների մշուշոտում։ Այս սպառնալիքները վերացական չեն, դրանք իրական են, անմիջական եւ գլոբալ, դրանք մարտահրավեր են նետում ժողովրդավարական կառավարման հիմքերին, հանրային վստահությանը, շեշտել է վարչապետը։ Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի եւ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հանդիպումը, քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության առաջարկը 25 թվականի օգոստոսի 1-ից 6 ամսով վերանայելու ընկերության սահկագնային մարժան։ Տաշիր կապիտալ ընկերությունը պատրաստում է եւս մեկ անգամ դիմել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էլեկտրաէներգիայի սահկագնի նվազման պահանջով։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ից 30-ը աշխատանքային այցով Ֆրանսիայում է, որտեղ մասնակցում է Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվային լուսաբացը դիմավորել է Փարիզում։ Հեծանվային լուսաբացը այսօր Փարիզում է, հիմա Փարիզի և Երևանի ժամային տարբերությունը 3 ժամ է և առավոտյան 6:30-ի 7-ի կողմերը Փարիզի փողոցները պարզապես լցված են թարմ թխվող կրուասանի հոտերով։ Նախորդին տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ։ Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատի նախագահ նոր ֆլամանդական դաշինք խմբակցության ղեկավար Պետեր դը Ռուվերի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծելով քաղաքական երկխոսության ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Պետեր դը Ռուվերը նշել է, որ Բելգիան բարձր է գնահատում Հայաստանի ժողովրդավարական ուղին եւ աջակցում է խաղաղության հաստատման ուղղված նախաձեռնություններին։ Կողմերը անդրադարձել են Հայաստանի ու Բելգիայի միջև տնտեսական համագործակցությանը, Եվրամիություն Հայաստան գործընկերության խորացման հնարավորություններին վերաբերող հարցերին։ Այնուհետև վարչապետը ելույթ է ունեցել Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում լրատվության թեմայով կոնֆերանսին։ Վարչապետը ելույթում ընդգծել է, որ բազմակարծիք, թափանցիկ ու անկախ լրատվամիջոցների խթանումը կարևոր է Հայաստանի համար, ինչպես ցանկացած ժողովրդավարության համար։ Կառավարությունները պետք է ստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները լրատվամիջոցների իրական անկախությունն ապահովելու համար, սակայն արդի ժամանակներում, որում ապրում ենք մենք, պետք է ապահովենք լրատվամիջոցների անկախությունը ոչ միայն կառավարությունից, արտաքին ուժերի կողմից տեղեկատվության, մանիպուլյացիայի եւ միջամտության աճող միտումների պայմաններում ազգային անվտանգության հարց է դառնում լրատվամիջոցների անկախությունը պաշտպանել նաեւ ուրիշներից, եւ սա հանգեցնում է լրատվամիջոցների արմատների եւ դրանց բնույթին, ինչի մասին են լրատվամիջոցները եւ որը պետք է լինի լրատվամիջոցների նպատակը։ Ես հավատում եմ, որ լրատվամիջոցների դերը հանրային գործին ծառայելն է ամենատարբեր ոլորտներում, սկսած օրինակ կառավարություններին հաշվետու պահելուց մինչեւ կոռուպցիայի դեմ պայքարը ու բարեփոխումների խթանումը, հավելել է վարչապետը։ It is worth emphasizing that after the Velvet Revolution of 20 Հարկ է ընդգծել, որ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության հետ կապված բոլոր հեղինակավոր միջազգային ինդեքսներում։ Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսի համաձայն 2019-ից 2024 թվականներին Հայաստանը 180 երկրների շարքում 80-րդ տեղից զբաղեցրել է 34-րդ տեղը մամուլի ազատության առումով։ Մենք շարունակում ենք ամրապնդել մեր մամուլի միջավայրը եւ պահպանել դրա
լրագրողական ազնվությունը որպես էական հանրային բարիք, գիտակցելով, որ ժողովրդավարությունը վերջնական նպատակակետ չէ, այլ շարունակական պայքար այն սկզբունքները պաշտպանելու եւ ամրապնդելու համար, որոնց վրա այն հիմնված է։ Միևնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք այսօրվա մարտահրավերների լրջությունը, հիբրիդային սպառնալիքներ, արհեստական բանականության էքսպոնենցիալ աճ, ճշմարտության եւ կեղծիքի միջև սահմանների մշուշոտում, ապա տեղեկատվության զենքի վերածում։ Այս սպառնալիքները վերացական չեն, դրանք իրական են, անմիջական եւ գլոբալ, դրանք մարտահրավեր են նետում ժողովրդավարական կառավարման հիմքերին, հանրային վստահությանը, բևեռացնում են հասարակությունները եւ թույլատնում ժողովրդավարական ինստիտուտները ներսից։ Ներկայիս տեղեկատվական լանդշաֆտն իր աննախադեպ արագությամբ եւ մասշտաբով պահանջում է մեր բոլորի նորովի նվիրվածությունը։ Արհեստական բանականությունը զարգանում է եւ բովանդակության մանիպուլյացիան դառնում ավելի ու ավելի խճճված եւ մեր համատեղ ջանքերը պետք է կենտրոնանան ճշմարտության պաշտպանության, անկախ լրագրության պաշտպանության եւ տեղեկացված, բայց ոչ մոլորեցված հասարակությունների կառուցման վրա։ Արտաքին ուժերի կողմից տեղեկատվության մանիպուլյացիան եւ միջամտությունը աշխարհում անվտանգության հետ կապված աճող մտահոգություն է։ Մենք կարծում ենք, որ այս սպառնալիքների հաղթահարումը պահանջում է իրական համագործակցություն համանման մտածողությամբ պետությունների միջև, որոնք կիսում են մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հիմնարար արժեքները, ինչպես նաև փոխադարձաբար նվիրված են կանոնների վրա հիմնված միջազգային կարգին։ As mutual commitment to a rules-based international order. Վարչապետ Փաշինյանը ընդգծել է իրական երկխոսության խթանման անհրաժեշտությունը ազգերի, համայնքների, սերունդների միջև, երկխոսություն, որը ներառական է փաստերի ու փոխադարձ արգանքի վրա հիմնված։ Աշխարհում, որտեղ այնքան երկխոսություններ վտանգված են վերածվելու զուգահեռ մենախոսությունների, մեզ անհրաժեշտ է երկխոսություն, որի բարելավման համար դեռևս սահմաններ չեն երևում, եւ այստեղ Հայաստանը պատրաստ է եւ ցանկանում է իր ներդրումն ունենալ այս համատեղ ջանքերում։ Մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը պաշտպանելու ազատ ու անկախ լրատվամիջոցները, պաշտպանելու թվային տարածքը եւ մեր բոլոր միջազգային գործընկերների հետ միասին խթանելու ճշմարտություն, թափանցիկություն ու հարգանքի վրա հիմնված գլոբալ տեղեկատվական տարածք։ Ճանաչելով աշխարհի յուրաքանչյուր մասում առողջ տեղեկատվական էկոհամակարգերի կարևորությունը, Հայաստանը նախատեսում է նաեւ միանալ հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին որպես տարածաշրջանի ֆոկուսային անդամ պետություն, հավելել է վարչապետը։ Ֆորումի շրջանակում երեկոյան Նիկոլ Փաշինյանը մասնակցել է առաջնորդության խաչմերուկներում խորագրով քննարկմանը, հարց ու պատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետը անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն, այն իրականություն է։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերն ու ներդրումը։ Կարևոր առաջին անգամն է, որ մենք իրական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում մուտք գործելու տնտեսական համագործակցության փուլ, ոչ միայն խաղաղ, այլ նաև բարեկեցիկ տարածաշրջան ունենալ, հատկապես հաշվի առնելով, որ Վաշինգտոնում ընդունված խաղաղության հռչակագրում կա դրույթ, որը վերաբերում է տարածաշրջանային կապակցվածությունը բացելուն, հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ Այսինքն այս նրբությունը հաշվի առնվում է եւս մեկ դրույթ կա, որի համաձայն Հայաստանը եւ ԱՄՆ երկկողմ կարգով կիրագործեն TRIP ուղի ծրագիրը, Թրամփի ուղի հանուն խաղաղության եւ բարեկեցության ծրագիրը, որը ի կատար կացվի Հայաստանի Հանրապետության տարածքում եւ դա երկկողմ ծրագիր է Հայաստանի ԱՄՆ-ի միջև, սակայն կապը Ադրբեջանի հետ դրա համար կարևորագույն նշանակություն ունի, քանի որ մեզ անհրաժեշտ է արևելքից արևմուտք հասանելիություն ունենալ եւ մենք եւ իրենք եւ Հայաստանին եւ Ադրբեջանին է դա անհրաժեշտ եւ մեզ եւ իրենց, քանի որ այդ պարագայում մենք իրար պետք ենք, որպեսզի ունենանք հասանելիություն
հաղորդակցության ուղիների միջոցով եւ այլն։ Եվ մենք ակտիվորեն աշխատում ենք ԱՄՆ-ի հետ ու շատ հետաքրքիր նշբություն, շատ կարևոր նշբություն կա տարածաշրջանային փոխկապակցվածությունը մեր պատկերացմամբ նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք եւ Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն կունենան միմյանց տարածքը օգտագործել ներքին երկկողմ եւ միջազգային կապակցվածության համար։ Վարչապետի խոսքով կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի եւ Միջերկրական ծովի միջև։ Հայաստանի համար կստեղծվեն նոր հնարավորություններ։ Խոսելով Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարևոր է խաղաղության գործընթացի, ինչպես նաև հետագա բարեկեցության ու կայանության համար։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին ու խաղաղության գործընթացին, նշել է վարչապետը։ Այնուհետև վարչապետն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ եւս առաջիկայում դրական զարգացումներ տեղի կունենան։ Հարցին արդյոք այս պատմական համաձայնագիրը կարող է առաջին գործարքը լինել երկու երկրների եվրոպական ինտեգրման ուղղությամբ, վարչապետ Փաշինյանն արձագանքել է։ Ես չեմ կարող խոսել Ադրբեջանի փոխարեն եւ դա կոռեկտ չի լինի, բայց գիտեք, որ մենք Հայաստանում ընդունել ենք Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մասին եւ դա վառ վկայությունն է մեր նկարտումների, մեր հավակնությունների, բայց գիտեք ինչ որ կերպ, ինչ որ առումով սա կապված է տարածաշրջանի մեկ այլ երկրի, Վրաստանի եվրոպական հեռանկարների հետ, քանի որ Հայաստանում այս օրենքին ընդունումը ինչու հնարավոր դարձավ, քանի որ մեկ տարի առաջ Վրաստանը ստացավ Եվրոպական միության անդամակցության տեխնացու պետության կարգավիճակ։ Եվ գիտեք, ես չեմ կարող ասել, քանի որ դա նաև աշխարհագրության հարց է, բայց Հայաստանի պարագայում Վրաստանի եվրոպական հեռանկարները կարծում եմ շատ կարևոր են։ Արտաքին գործերի նախարար Միրզոյանը նույնպես մասնակցում է Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Միրզոյանը մասնակցել է տեղեկատվության ամբողջականության ու անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային համաժողովի կլոր սեղան քննարկմանը, որտեղ իր ելույթում նշել է, որ ինչպես յուրաքանչյուր ժողովրդավարություն Հայաստանը իհարկե նույնպես բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի, այդ թվում ապա տեղեկատվության մանիպուլյացիայի եւ օտարերկրյա միջամտությունների։ Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված, համակարգված նամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների իրականացմանը, ներառյալ ինքնիշխանության եւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացմանը, համագործակցության ու համախոհ գործընկերների ձգտումների խաթարումը։ Այս մարտահրավերներին հակազդելը նախարարի խոսքով դարձել է առօրյա աշխատանք, հենց այստեղ է ի հայտ գալիս բարդ երկընտրանքը եւ նուրբ սահմանագիծը, մի կողմից պաշտպանել խոսքի ազատությունն ու բազմակարծիք լրատվությունը, իսկ մյուս կողմից վճռականորեն հակազդել այն անբարեխիղճ դերակատարներին, որոնք փորձում են չարաշահել ազատությունն ու խարխլել հասարակության ու մեր ժողովրդավարության նկատմամբ վստահությունը։ Մենք լիովին գիտակցում ենք, որ այդ փորձերը կավելանան, քանի որ Հայաստանը մոտենում է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին։ Այս իրավիճակում ո՞րն է բանալին, կարծում եմ ժողովրդավարությունն ինքնին։ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք պետք է ապավինենք հենց ժողովրդավարությանը եւ մեխանիզմներին, որոնք այն ընձեռում է։ Ընդհանրապես կարող ենք հետ հայացք գցել մեր սեփական փորձին 21 թվականի քաղաքական ճգնաժամին ու դրա հանգուցալուծումն ուղղված ընտրություններին, որպեսզի մասածի ամենաակնառու օրինակ դա ներառում է Եվրոպական միության հետ մեր բազմաշերտ գործընկերության խորացումը, ռազմավարական ներգրավվածությունը Ֆրանսիայի, Եվրամիության այլ երկրների եւ այն գործընկերների հետ, որոնք ունեն ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, հավելել է նախարարը։ Ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների տրված ընթրիքին։
Փարիզի խաղաղության ֆորումը հիմնադրվել է 18 թվականին, այն ծառայում է որպես հարթակ կառավարությունների, քաղաքացիական հասարակության, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների ու ակադեմիայի միավորման համար մշակելով բազմակողմանի լուծումներ գլոբալ խնդիրների համար։ Այն գործում է որպես նախագծերի ինկուբատոր, որտեղ ծնվում են նոր գլոբալ կառավարման նախաձեռնություններ եւ մինչեւ 25 թվականը աջակցել է ավելի քան 500 նախագծի։ Ֆորումի կենտրոնական իրադարձությունը տարեկան ֆորումն է, որտեղ հավաքվում են պետությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ 8-րդ հանդիպման թեման նոր կոալիցիաներ խաղաղության, մարդկանց ու մոլորակի համար խորագրով է։ Այն հավաքում է ավելի քան 3000 մասնակցի, 350 բանախոս եւ 85 սեսիա, կենտրոնանալով կոնկրետ լուծումների վրա, երբ ավանդական դիվանագիտական հարթակները թուլանում են։ Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Սանդուին վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում արձանագրված հաղթանակի առթիվ, մաղթելով նոր հաջողություններ Մոլդովայի ժողովրդավարական զարգացման օրակարգի առաջ մղման գործում։ Նախագահ Սանդուն իր հերթին շնորհավորել է վարչապետ Փաշինյանին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի համար։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջ մղմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխաջակցության կարևորությունը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Սանդուն ընդգծել են շարունակական կառուցողական երկխոսության կարևորությունը։ Փաշինյան-Սանդու հանդիպումը իհարկե կարևոր է եւ այն ուղանիշ է, սակայն Սանդուին ոչ միայն պետք է հանդիպել, այլև սովորել ինչպես հաղթել ժողովրդավարության թշնամիներին։ Ժողովրդավարական անվտանգությունը պետք է դառնա պետական անվտանգության առանցքը։ Սանդուն Մոլդովայում հստակ ցույց տվեց սուվերենությունը սկսվում է ինստիտուտներից, կուսակցական ֆինանսավորման լիակատար թափանցիկություն, անկախ արդարադատություն, ընտրական համակարգի պաշտպանություն, կիբեր հիգիենա եւ կեղծ տեղեկատվության, կանխարգելու մահային մեխանիկան, որով կոտրվում է քրյա օլիգարխիայի շահերի շղթան եւ նահանջում է օտարազդեցության լծակը։ Հայաստանի պետք է նույն տրամաբանությունը խոստումներից դեպի ինստիտուցիոնալ լուծումներ, քաղաքական փողի աղբյուրների բացահայտ հաշվետվություն, հակակոռուպցիոն հետաքննությունների իրական անկախություն, ընտրական ու թվային ենթակառուցվածքների պաշտպանություն, մեդիա գրագիտության ազգային ծրագիր, ինչպես նաև դատական համակարգի որակական սանիտարիա, անխուսափելի պատասխանատվության։ Սա պայքար ընդդեմ ինչ-որ մեկի չէ, սա պետության ինստիտուցիոնալ հզորացման օրակարգ է։ Երևան, Քիշնև համագործակցությունը պետք է անհապաղ առարկայացնել, ներդնելով համատեղ հակակոռուպցիոն քննությունների մեխանիզմներ, համակարգելով ընտրական կառավարման փորձի փոխանակումը, սահմանելով կիբերհարձակումներին արագ արձագանքման միասնական շրջանակ, ներդնելով քաղաքական ֆինանսավորման, վերահսկողության համադրելի ստանդարտներ եւ ձևակերպելով ապօրինի ակտիվների վերադարձի ու բռնագանձման իրական ընթացակարգեր։ Սա ժողովրդավարության անվտանգության հենքն է եւ մեր պետականության կայունացման ու ժողովրդավարության զարգացման ուղին։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես Տիկին Հակոբյան, եթե մինչ այս պահը տեղի ունեցած հանդիպումները եւ ելույթները ամփոփենք, դրանք այսպես մանրամասն ներկայացրինք, ինչ տպավորություն ունեք եւ փաստորեն արտաքին գործերի նախարարի ելույթում եւ նաեւ վարչապետի ելույթում այսպես կարմիր գծով այդ հիբրիդային սպառնալիքներն էին անցնում, դրանց կանխարգելման ուղղությամբ մեր իրականացված գործողություններն ինչպես է գնահատում, համեցեք։ Դե խաղաղության ֆորում էր եւ հիբրիդային հարձակումները կարելի է դիտարկել հենց խաղաղության իրական այսօրվա սպառնալիք եւ քանի մոտենան ընտրությունները, քաղաքական process-ները քանի ակտիվանան, այդ հիբրիդային հարձակումները Հայաստանում ավելի ագրեսիվ են դառնալու եւ դրա դեմ պայքարում շատ կարեւոր է մեր գործընկերների փորձառությունը, հատկապես Մոլդովայի օրինակներ նոր դիտարկվում, նրանք էլ այդ դժվարին ճանապարհի միջով են անցել եւ եթե դիտարկենք հենց Մոլդովայի օրինակը, ապա շատ դեպքերում այսօր Հայաստանում, երբ որ մենք էլ պայքարում ենք որոշակի հարձակումների
ժողովրդավարության ուրեմն շարունակական պահպանման համար դա մեր ընդդիմության կողմից դիտարկվում է իբրև ժողովրդավարությանը վնաս, հա, այդպես է ձևավորվում, բայց դուք տեսաք վերջերս նաև այսպես տարբեր հոգևորականներն էին խոսում, թե ժողովրդավարությունը ինչքան վտանգավոր բան է, Պլատոնին էին ցիտում, մեջբերում եւ այլն։ Այո, ժողովրդավարությունը ամենալավ բանն է, որ կարող է լինել պետությունների եւ ժողովուրդների համար, այնպես որ բնականաբար չեմ կիսում, բայց չեմ զարմանում այդ դիտարկումներից եւ շատերը հենց այդպես էլ մտածում են։ Նույն նախկին իշխանությունը, ես իրականում որոշ հոգևորականների եւ նախկին իշխանությանը մի կաթսայում եմ այսպես դիտարկում, որովհետեւ ինչպես տեսանք նաեւ նրանք քաղաքական գործընկերներ են եւ նախընտրական միգուցե որոշակի շտաբի անդամներ, դրա համար տենց ընդհանուր էլի թույլ տվեք դիտարկել եւ եթե օրինակ նախկին իշխանությունները կարևոր էին ժողովրդավարությունը, ամենակարևոր ցուցիչը, օրինակ ազատ, թափանցիկ ընտրությունները կլիներ մեր երկրում իրականություն, բայց օրինակ հեղափոխության ամենակարևոր այսպես պատճառը հենց օրինակ ժողովուրդը ասում էր, դա իրենց քվեով իշխանություն ձևավորելու հնարավորության չլինելն է։ Այնպես որ դա մի կողմ դնենք։ Ինչ վերաբերում է հիբրիդային հարձակումներին, ֆեյք լուրերին, տեսեք, դրա դեմ պայքարը այսօր գրեթե դառնում է անհնար, որովհետև այդ fake news-ը հատկապես արհեստական բանականության զարգացումը այնքան արագ է տեղի ունենում, որ դրա հետևից ուղղակի չես կարող մարդկային ուժերով հասնել։ Մի տարբերակ կա, դա շատ ավելի ուղիղ եւ թափանցիկ շփումն է հասարակության հետ եւ ամեն դեպքում արագ արձագանքն է։ Իհարկե նաեւ անսալով մեր իրական, ազատ, անկախ աննաչառ լրատվամիջոցների աջակցությունը, որովհետև այս իրավիճակում շատ կարևոր է դառնում իրականում անկախ եւ արդար գործող լրատվամիջոցների դերը, իբրև այլընտրանք հենց այդ հիբրիդային տարբեր դրսևորումներին, լինեն դրանք fake news-ի տեսքով, թե ուրեմն հիբրիդային հարձակումների տեսքով դրսից թե ներսից։ Լավ, հիմա ըստ էության մենք տեսանք նաև Մոլդովայի նախագահի հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումը, վարչապետ Փաշինյանը շնորհավորեց Սանդուին, տեսեք, ես ներկայացրի այդ հանդիպումը, թե ինչ ասաց Սանդուն, ինչ ասաց վարչապետը, բայց խորքում ինչպիսի ուրեմն դասեր ունենք մենք քաղելու, օրինակ Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններից, դրանք ել ավելի առարկայական չպետք է դառնան այդ շփումները, օրինակ նույն Մոլդովայի օրինակը օգտագործելու մեխանիզմները կիրառելու եւ այլն, որովհետեւ գիտեք, վերջերս հենց Սանդուն այսպես իր հարցազրույցում նշել էր, որ 26 թվականին Ռուսաստանը կոնկրետ փորձելու է Հայաստանում իշխանությունը վերցնել։ Ես կարծում եմ մեր հասարակությունը շատ արդեն պատրաստ է նման հարձակումներին, բայց պետք չէ զգոնությունը կորցնել։ Ինչ վերաբերում է Մոլդովային, մենք Մոլդովայի հետ էլի ակտիվ աշխատում ենք եւ հայտնի պատճառներով Հայաստանի եւ Մոլդովայի այսպես ասած սպառնալիքները նման են այս առումով։ Դրա համար շատ կարեւոր է այս փորձառությունը վերցնել եւ ուսումնասիրել եւ նաեւ աջակցություն ստանալ որոշակի, ինչը իրականում նաև կա այդ կապերը կա, բայց պետք է ավելի խորացնել եւ սովորել այլոց սխալների միգուցե վրա, ոչ թե սխալվել, հետո ասել ինչ-որ կտրուկ գործողությունների։ Երբ ասում եք զգոնությունը պետք չէ կորցնել, ինչ նկատի ունեք։ Մենք իրականում հիմա էլ զգոնությունը կորցրած չենք։ Դուք տեսնում եք, որ տարբեր առիթներով մենք ակտիվ արձագանքում ենք, կա տարբեր նաև գործընթացներ եւ հենց դա է զգոնությունը։ Այսինքն հանգիստ չլինել, որ եթե հասարակությունը գիտակցում է այդ հարձակումների, հա, հնարավորությունը, ուրեմն տենց թուլանալ եւ ասել, լավ, դե հասարակությունը միևնույն է խոհեմ է եւ կկարողանա դիմագրավել, որովհետև շատերը իրականում պատրաստ չեն այդ հարցակումների նոր ձևերին, հա, իրականում հիմա շատ հատկապես արհեստական բանականության այս արագ զարգացման ֆոնին շատ բան է դառնում, էլի անկանխատեսելի է դառնում, թե ինչպիսին կլինի նոր հիբրիդային հարձակումը։ Դուք տեսնում եք, օրինակ ժամանակին, երբ որ կարող էր մի օրինակ fake news տարածող
կայքը ենթադրենք, հա, լրատվամիջոցը շատ հստակ տարբերակիչներ ուներ, թե որն է դա, հիմա դա էլ է փոխվել։ Կարող է քեզ թվալ, ինչպես օրինակով, հա, ասեմ, ինչպես վարչապետի օրինակով, ինչ որ ֆրանսիական, ինչքան հիշում եմ, լրատվամիջոցում իբր հայտնի լրատվամիջոցում հոդված էր, թե նա ունի ինչ որ դղյակ, քեզ թվում է թե դա իրական կայք է, որովհետև այդ տարբերակիչը, որը fake news տարածող կայքերի դեպքում կային ժամանակին եւ օրինակ նույն երիտասարդներին սովորեցնում էին, թե որոնք են այդ կայքերը, այդ չափանիշներին անգամ չեն համապատասխանում այժմյան այդ fake news տարածող կայքերը։ Քեզ թվում է լրիվ իսկական կայք բայց էլի հիմա դեռ հնարավոր եղավ եւ լրատվամիջոցներից մեկը հենց հետաքննություն էր իրականացրել եւ շատ լավ ռեպորտաժ էր հրապարակել դրա հետ կապված, բայց ես կարծում եմ, որ գնալով ավելի է դառնալու իրական։ Տեսեք, նույն հենց ռուսաստանյան այդ տելեգրամյան ալիքներին եմ ուզում անդրադառնանք, որոնք 26 թվականին միշտ են եղել, հիմա փաստորեն ավելի են ակտիվացել եւ թե 6 ամիս կա ընտրություններին, բայց մենք տեսնում ենք, թե տելեգրամյան այդ ռուսական ալիքները ինչպիսի կեղծ տեղեկատվություն Հայաստանի հենց Հայաստանի իշխանությունների վարչապետին ուղված ու փաստորեն նաև կոչեր են հնչում որևէ կերպ չաջակցել, դարձյալ, գիտեք, տարբեր ձևակերպումներով, թուրքահպատակ եւ այլն կոչելով։ Սա ևս նոր չէ, միայն տելեգրամյան չէ, դուք հիշում եք նաև հայտնի Ռուսաստանում ամենահեղինակավոր այդպես թոք-շոուների ժամանակ նման կոչեր, դուք հիշում եք Ռուսաստանում հեղինակավոր անձանց կողմից նման կոչեր, անգամ ուրեմն Դումայի падգամավորի կողմից նման կոչեր եւ դուք հիշում եք նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռոբերտ Քոչյանի դաշինքի, հա, նախկին падգամավորի կողմից նաեւ ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի դեմ տարբեր խոսակցություններ եւ սրա հետ կապված մի քիչ ավելի հեշտ է անկեղծ ասած, որովհետև օրինակ երբ որ Դումայի падգամավորն է կանգնում ինչ-որ բան ասում, կարող ենք մենք օրինակ նոտա ուղարկել, հա, իբրև միջազգային գործընկեր ոնց որ ուշքի բերել մեր գործընկերոջը, բայց ինչ վերաբերում է այն նորարար տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են, այս սրանց հետ մենք չենք կարողանում հարաբերվել։ Օրինակ կարող է նույն Ադրբեջանում հոգևոր առաջնորդի խորհրդականի տեսեք ինչ բան եմ էլի ասում մի հատ պաշտոն հարևան երկրի այլ կրոնի հոգևոր առաջնորդի ուրեմն խորհրդականի ասածը այն էլ ինչ որ կոնտեքստից կտրելով որոշ դեպքերում ներկայացվի Հայաստանում Հայաստանի լրատվամիջոցների կողմից Հայաստանի քաղաքական գործիչների կողմից օգտագործվի դա ընդդեմ Հայաստանի, հասկանում եք, սա ավելի վտանգավոր բան է։ Տեսեք, մենք խոսում ենք մանիպուլացնող կեղծ տեղեկությունների մասին, բայց տեսեք, օրինակ արտաքին գործերի նախարար Ռուսաստանի Սերգեյ Լավրովը օրերս Մինսկի 3-րդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի այդ լիագումար նիստի արդյունքներում տրված իր ասուլիսում, հարցազրույցում նշում էր, որ փաստորեն Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին կտրել Ռուսաստանից փոխգործակցության սեփական կառույցներ կառուցելու միջոցով եւ Մոսկվան կկանխի նման փորձերը բոլոր հնարավոր միջոցներով։ Դուք այստեղ կոնկրետ սպառնալիք չեք տեսնում։ Դե կոնկրետ դա սպառնալիք է մեծ հաշվով, բայց նրանք մոռանում են, որ Հայաստանը գոնե վերջին 7 տարին անկախ ինքնիշխան երկիր է եւ ինքն է իր երկրի համար որոշումներ ընդունում եւ սպառնալիքով ոչ մի երկիր չի կարող խոսել ինքնիշխան հավասար պետության հետ։ Սա պետք է մեր միջազգային գործընկերները գոնե այս տարիների ընթացքում, գոնե այս 7 տարվա ընթացքում պետք է որ հասկացած լինեին։ Ես հասկանում եմ, որ նախկինում որոշակի հրովարտակներ են իջեցվել եւ կատարվել են Հայաստանում եւ հիմա պետք է որ սովորած լինեին, որ չի կարելի այդպես խոսել միջազգային գործընկերոջ հետ եւ մենք խաղալիք չենք, որպեսզի մեզնով մանիպուլացնեն ոչ մի կողմից, հա, եւ պետք չէ բան նաեւ տենց ոստիկանի միջազգային ոստիկանի դեր խաղալ օգտագործելով Հայաստանը։ Տիկին Հակոբյան, տեսեք, մենք խոսեցինք 26 թվականի ընտրություններից, գիտեք, այսօր ամենաշատ այսպես թոփ թեման դա է, որովհետև զարգացումները հենց դրա շուրջ են տեղի ունենում։ Այնուամենայնիվ հաշվի առնելով նման շատ հստակ հայտարարությունները ներքաղաքական այս
ներկա կոնֆիգուրացիան իշխանության համար վտանգներ չեք տեսնում 26-ին օրինակ ինչ վտանգներ չվերընտրվելու, քիչ ձայներ ստանալու, հաշվի առնելով նաև հասարակության մեջ տեղի ունեցող հիասթափություն, ապաթիա, սպասելիքների այսպես չարդարացվածություն եւ այլն։ Եթե ուղիղ խոսենք հասարակությունը կվստահի քաղաքացիական պայմանագրին նորից, թե ոչ, ես վստահություն ունեմ, որ ելի վստահելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իշխանությանը, որովհետև օրինակ ժամանակ առաջ այդքան երանելի թվացող իրավիճակը մենք այժմ ունենք խաղաղություն, գետնի վրա խաղաղություն, ունենք ինստիտուցիոնալ դառնող խաղաղություն, խոսքը Ադրբեջանի հետ որոշակի հարաբերություններն են, Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությունն է, մեր հարևանների հետ կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունն է, գործում քայլերով նաև այժմ տեսնում ենք օրինակ Ադրբեջանը իբրև տարանցիկ երկիր հանեց իր սահմանափակումները Հայաստանի համար, ունենք նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, ել չեմ ասում հողի վրա իրական խաղաղությունը, որ ունենք եւ այսօր մեր զինվորների ծնողները հանգիստ են քնում եւ այլն։ Այսինքն այն երանելի իրավիճակը, որը որոշ ժամանակ առաջ մոտ անցյալում ունեինք այդ երազանքը, այժմ իրականում ունենք։ Եվ սա ինստիտուցիոնալ դառնալու համար բնական է, որ պետք է իշխանությանը էլի ժամանակ, որովհետև ամեն ինչ դեռ վերջնականացված չէ։ Դեռևս օրինակ խաղաղության պայմանագիրը վերջնական ստորագրված, ապա շրջափակումը իրականացված, նման բաները դեռ առջևում են եւ այնքան տեսանելի են, որ անհնար է նորից հասարակությունը այդ թափանիվը հետ պտտի, որովհետև այլ ուժ իշխանության գալու դեպքում, իսկ այլ ուժը մենք գիտենք ովքեր են, դրանք նախկին նախագահներն են, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, որոնք այսօր շատ ակտիվ են, տեսնում եք, այս ուժերի գալու դեպքում նորից հետ են գնալու այն իրավիճակին, երբ որ էլի ամենօրյա գրաֆիկով ուրեմն կրակոցներ էին, երբ որ պատերազմը ուզում հիշեցնել, հա, Սերժ Սարգսյանի վերջին եւի հայտարարությունը ազգային ժողովի ամբիոնից, որ փակուղում է ամեն ինչ եւ պատերազմը անխուսափելի է, այսինքն այս իրավիճակում ենք նորից հայտնվելու։ Էլ չեմ ասում նորից այդ թշնամական վերաբերմունքը հարևանների հետ եւ կախվածությունը մեկ կետից ինչպես կար։ Հիմա մեր քաղաքացիները շատ լավ հասկանում են այս ամեն ինչը եւ ես չեմ համարում որևէ կերպ հնարավոր, որ ձայն տայն ոչ քաղաքացիական պայմանագրին, այլ հետ գնան դեպի նախկին իշխանություններ, ել չեմ ասում այն ժողովրդավարության այդ խութերը, որ կային, այն որ ընտրությունները կեղծվում էր, այն որ կոռուպցիան էր անընդհատ ծաղկում, նմանատիպ տարբեր բաներ։ Ինչ վերաբերում է ուրեմն հիբրիդային միջոցներով, ապա տեղեկատվության միջոցներով, տարբեր հա միջոցներով, նաև կոռուպցիայով եւ այլնով իշխանությունը զավթելու միջոցով, հա, ես սա եւս ուրեմն հնարավոր չեմ համարում, որովհետեւ մեր իրավապահ համակարգը շատ լավ է արձագանքում նման դեպքերին, այժմ էլ կան տարբեր գործեր, օրինակ նախորդ ընտրությունների ժամանակ տարբեր ֆիգուրների, այդ թվում այսօր падգամավոր հանդիսացող պատիվ ունեմ դաշինքի եւ այլ, հա, падգամավորների հայրերի կողմից, հա, ուղղորդումը մարդկանց, որ ստիպումը, որ գնան ընտրեն ոչ քաղաքացիական պայմանագրին, նման դեպքերը այժմ եւս քննվում են, կան մեղադրական եզրակացություններ, նույն Հայաստան դաշինքի նախկին падգամավորը մեղադրվում է նման դրվագով, հա, շտաբի պետեր նույն պատիվ ունեմի եւ այլնի։ Այսինքն իրավապահ համակարգը պատրաստ է սրան եւ կկանխարգելվի ցանկացած միջոց ոչ ժողովրդավարական միջոց քաղաքացիների ձայնի վրա ազդելու, մենք երևի դա այն որ ամեն քաղաքական ուժ ունի իր ասենց ֆիշկան, չէ, որ անհնար է որ քաղաքացիական պայմանագիրը չկարողանա լավ ընտրություններ իրականացնել, անցկացնել եւ ժողովրդի ձայնը 100%-ով տեղ չհասցնի։ Բոլոր ուրեմն սրա դեմ պայքարողները, այսինքն հակառակն անողները իրենց պատիժը բնականաբար ստանալու են։ Տիկին Հակոբյան քիչ առաջ վարչապետ Փաշինյանը կիսվեց սոցիալական ցանցով, Facebook սոցիալական ցանցով մի տեղեկատվությամբ, ըստ էության սկսվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուների առաջադրումը, մոտավորապես 4 կետերից բաղկացած պահանջները, նրանք, որոնք կուսակցական են, նրանք, որոնք նոր պիտի դառնան, տարբեր սակագներ են գործում այս առումով։ Նոր չպետք է դառնան, որոնք կուսակցական չեն։ Հա, նոր կամ որոնք թեկուս միանան թիմին։ Նախ
ուզում եմ իմանալ պատրաստում եք վճարել եւ մասնակցել դիմումները որքանով են օբյեկտիվ քննվելու, ինչ շանսեր եք ձեզ համար տեսնում, համեցեք։ Օբյեկտիվության վրա չեմ կասկածում, որտեղ վարչությունն է ուրեմն քննելու եւ ինքս էլ վարչության անդամ եմ, նոր ընտրված եւ այտենց տարօրինակ կլինի, եթե չհավակնեմ նորից, միանշանակ հավակնելու եմ եւ սա հրաշալի հնարավորություն է այն մարդկանց, որոնց մենք այժմ օրինակ չենք դիտարկում, մեր տեսադաշտում չունենք, այդ մարդկանցից ստանանք հայտ եւ քննարկենք նրանց ուրեմն մեր հաջորդ ցուցակում լինելու հարցը։ Սա եւս ժողովրդավարության հրաշալի օրինակ է եւ մեր թափանցիկությունն է եւ մեր բաց լինելն է մեր հասարակության հետ, հնարավորություն տալով քաղաքացիներին մասնակից լինել երկրի կառավարմանը։ Դեկին հապուղ դեպքում ոչ թե օրինակ ընտրությունների միջոցով, բողոքների միջոցով, այլ ուղիղ իբրև պաշտոնյա։ Ըստ էության 26 թվականին թիմի ներսում լինելու այդ մրցակցությունը հայտերի դիմելու մոտավորապես մշուշվում է, թե ինչպիսի կազմ եք ունենալու։ Մեզ մոտ այնքան ինստիտուցիոնալ է դա, որ այդպես այդ պայքարը վատ իմաստով չի կարող լինել։ Օրինակ մենք մեր նույն վարչության ընտրություններն անցկացրել ենք շատ ազատ, թափանցիկ, լավ մթնոլորտում, երբ բոլորս ունեինք հավասար մեկնարկային հնարավորություններ, պահել ենք խաղի բոլոր կանոնները, գնացել ենք ուրեմն մեր պատվիրակների, ովքեր ընտրելու էին մեզ, մոտ քարոզարշավի, էլի շատ թափանցիկ միջոցով բոլորս ունենալով հավասար հնարավորություններ եւ հետո թափանցիկ ուղիղ եթերում դուք բոլորդ կարող եք տեսնել, թե ինչպես են այդ պատվիրակները քվեարկում եւ ինչպես են ձայները բաշխվում։ Մենք ունենք անգամ մեկ ձայնի տարբերության, օրինակ վարչություն չանցած անդամ, այսինքն շատ այսպես շատ մրցակցային է եղել պայքարը եւ հիմա էլ նույն կերպ է լինելու, էլի լինելու է քարոզարշավի տրամաբանությամբ, քվեարկության տրամաբանությամբ եւ մրցապայքարը այս դեպքում լինելու է ընդամենը ավելի, չգիտեմ, լավ համոզել մեր ընտրողներին, կամ մարդիկ, որոնք ունեցել են արդեն հնարավորություն ունենալու պաշտոնավարել են, որոշակի, նրանք արդեն իրենց արածներն են ցույց տալու, եթե մինչ այդ տեսանելի չի եղել, եւ ընտրողները ուղղակի գնալու են, ընտրելու են եւ ձևավորվելու է այսպես ցուցակ։ Կարող ենք ասել առաջիկայում վաղաշաբաթի ընտրությունները յուրահատուկ ստուգատես կլինեն ձեզ համար, օրինակ Գյումրի ընտրություններից հետո հիմա վաղաշաբաթում են, բայց դեռևս պարզ չէ, թե ուրեմն ինչպիսի տրամաբանությամբ, եթե օրինակ Գյումրիում կային այդպիսի դեմքեր, օրինակ Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան եւ այլն, եւ որոշակի անհանգստություններ նկատվում, ինչ է տեղի ունենում վաղաշաբաթում եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Այնտեղ էլ տենց դեմքեր կան, օրինակ հայտնի Սաքուլիկը եւ այլն, բայց ես հնարավորություն ունեցա օրերս նաեւ քարոզարշավին մասնակցել մեր տեխնացուի հետ, պարոն Մեխակյանի, եւ իմ տպավորությունները ուղղակի կիսվեմ։ Վաղաշաբաթ համայնքում չկար քաղաքացի, որը անտարբեր էր պարոն Մեխակյանի հանդեպ։ Ես անկեղծ եմ ասում։ Մենք քայլել ենք, տարբեր բակեր ենք մտել, այսինքն այնպես չէ, որ հավաքվել էին մեր թիմակիցները եւ մենք նրանց մոտ ենք, քարոզարշավարել, ոչ։ Մենք քայլել ենք, մտել ենք տարբեր բակեր, տարբեր մարդկանց հետ ենք շփվել եւ բոլորը միանշանակ իրենց դրական կարծիքն էին արտահայտում պարոն Մեխակյանի հանդեպ, որովհետեւ պարոն Մեխակյանը հայտնի է հենց մարզում շատ իր բարի համբավ իր աշխատասիրությամբ, նա նաև հնարավորություն է ունեցել եւ ընտրվելու Սարիկ Մինասյանի համար էլ էիք նույնն ասում, բայց մենք հիշում ենք եւ ընտրվելու որպես падգամավոր եւ աշխատելու իբրև մարզպետ, իբրև նաև համայնքի ղեկավար, այնպես որ խնդիրներին քաջատեղյակ մարդ է պարոն Մեխակյանը, շատ հարգված ընտանիք, շատ հարգված անհատ է եւ ես կասկած չունեմ, որ վաղաշաբաթի մեր հայրենակիցները գնալու են եւ իրենց ճիշտ ընտրությունը կատարելու են։ Զուգահեռներ ես նաև ասացի միթե սա ստուգատես է լինելու, ես երբեք թիմ ընտրությունները ստուգատես չեմ համարում։ Տեսեք, լավատես լինելով մեր այս ընտրություններում հաղթանակի առումով, ես չեմ
կարող զուգահեռներ անցկացնել, որովհետև այս ընտրությունները տարբեր բաների մասին են։ Եվ շատ դեպքերում նաև մենք տեսել ենք նույն Գյումրիում, երբ որ մենք ուրեմն չենք կարողացել հաղթել թիմ ընտրություններում, մենք դրանից կարճ ժամանակ անց համապետական ընտրություններում հաղթել ենք նույն տեղերում։ Այսինքն տարբեր բաների մասին է այստեղ քվեարկությունը եւ պետք չէ զուգահեռները նույն կերպ անցկացնել։ Մոտ կլինեն իհարկե արդյունքները, բայց նույն կերպ չէ։ Նույն բանում, ուրեմն թիմերում մեր ընդդիմությունը երբեք իր անունով հանդես չի գալիս, իր դեմքերով հանդես չի գալիս։ Հիմա նույն վաղաշաբաթում մենք ունենք թեկնածուներ, որոնք ոչ դաշնակցություն կուսակցությունով են, ոչ հանրապետական կուսակցությունով են, բայց շատ ակնհայտ է նրանց ուղիղ կապը այդ մարդկանց հետ եւ աջակցությունը այդ մարդկանցից եւ նրանց մարդը լինելը։ Այնպես որ այս բանը Տիմում հնարավոր է, որոշակի այդ մանիպուլատիվ միջոցներով հասարակությունից որոշակի ձայներ կորզել, ասել, ես լավ գործարար եմ, ես լավ, չգիտեմ, արվեստագետ եմ, չգիտեմ ինչ եմ, ես սիմպաթիչնի մարդ եմ, եւ քողարկել իրենց ով լինելը, բայց համապետական ընտրություններին բնականաբար դա չեն կարող անել, որովհետեւ արդեն ստիպված են իրենց կուսակցությունը, շատ ակնհայտ է ամեն ինչ, իսկ տիմում կարողանում են կիսվել, բաշխել ձայները, ինչպես Գյումրիում եղավ, բայց եթե համեմատենք Գյումրիի հետ, մեր հասարակությունը արդեն պատրաստ է նաև սրան, այս տեխնոլոգիային, երբ որ իրար դեմ իբր բանանելով, պայքարելով, գալիս են ձայն են կորզում, խոստանալով, որ չեն տա ձայնը, օրինակ, ինչպես Մարտուն Գրիգորյանը ասում է, երբեք չեմ տա իմ ձայնը Վարդան Ղուկասյանը եւ ասում էր մի բան էլ, որ Վարդան Ղուկասյանը ԿՊ-ի հետ է իշխանություն ձևավորելու, այսպես իրարից ձայն են կորզում, հետո գնում միավորվում են։ Հիմա նույն բանը այսպես մասնատվել են, տեսեք քանի ուժ է վաղաշաբաթում մասնակցում, մասնատվել են, որպեսզի հետո էլի բոլորով միավորվեն։ Այնտեղ իհարկե կա մեկ ուժ, որը չեմ պատկերացնում, որ կմիավորվի, ինչպես Գյումրիում կար, այդ մեկ ուժը, բայց մնացածը միանշանակ է, որ անցնելու դեպքում կմիավորվեն, այնպես որ ես վստահ եմ, որ մենք վաղաշաբաթում ունենալու ենք այնպիսի մեծամասնություն, որ նրանց միավորումը չկարողանա Գյումրի 2 օպերացիան կրկնել։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան, հետևենք իրադարձությունների զարգացմանը, հիշեցնեմ առաջինի տաղավարում զրուցում էի Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Կարճատև դադար է մեր եթերում։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության առաջարկը 25 թվականի օգոստոսի 1-ից 6 ամսով վերանայելու ընկերության սակագնային մարժան, քանի որ առաջարկն ամենևին նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները, այլ միտված էր ապահովելու վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները։ ՀԵՑ հունիսի 6-ին առաջարկել էր հաշվարկից մի կողմից նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի շեղումից առաջացած շուրջ 3.6 միլիարդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից ավելացնել նախորդ 6 ամսում իրականացված մոտ 12 միլիարդ դրամի ներդրումների ծավալները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանել է, որ եթե նույնիսկ առանձին հաշվեկշռի շեղումը սակագնի վրա ուներ մոտ 0.5 դրամ կիլովատ-ժամ նվազեցնող ազդեցություն, ապա ներդրումների ավելացման դեպքում երկու գործոնի գումարային ազդեցությունը կկազմեր ընդամենը 0.2 դրամ կիլովատ-ժամ նվազեցում։ Հանձնաժողովը նշում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը սովորաբար իրականացվում է տարեկան կտրվածքով, քանի որ միայն տարեկան արդյունքներով է հնարավոր լիարժեք գնահատել ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությունը եւ ապահովել կայուն սակագնային քաղաքականություն։ Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային տարին չլրացած միայն հաշվեկշռի շեղման գործոնով վերանայումը կլիներ չհիմնավորված նվազեցում եւ ընդամենը 6 ամիս հետո կառաջացներ սակագների կրկին բարձրացման էական ռիսկ։ Հետևաբար հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նպատակահարմար է գտել սակագների վերանայումն իրականացնել տարեվերջին համակարգի ընկերությունների տարեկան արդյունքների հիման վրա, որպեսզի հաշվի առնվեն սակագների վրա ազդող բոլոր գործոնները։ Տաշիր կապիտալ ընկերությունն էլ պատրաստվում է եւս մեկ անգամ դիմել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էլեկտրաէներգետիկայի սակագնի վերանայման եւ նվազեցման պահանջով, հայտնել է Տաշիր Group Holding-ի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը։ Ընկերության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի խոսքով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է նրանց հունիսի 6-ի առաջարկը, նշելով, որ սակագնի վերանայումը նպատակահարմար է իրականացնել տարեվերջին։ Վաղը մենք մեկ անգամ էլ կդիմենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, կցելով նրանց այսօրվա հայտարարությունը եւ կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկն ու իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Իջեցրու սակագինը, պարոն Մեսրոպյան, գրել է Կարապետյանը Facebook-յան էջում։ Նա նաեւ հայտնել է, որ նոր դիմումը կհիմնավորեն հանձնաժողովի վերջին հայտարարությամբ, պահանջելով իրականացնել առաջարկը ու իջեցնել սակագինը։ Իրեւ նախորդին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն էր ազգային ժողովում եւ լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կմնա իր պաշտոնում միայն դեպքում, եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցնի ընկերության լիցենզիան, եթե լիցենզիան պահպանվի, քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ Պետրոսյանը ստիպված կլինի լքել պաշտոնը։ Թե ավարտի զրկվելով, ապա ժամանակավոր կառավարչի ինստիտուտը պետք է մնա եւ շարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ հենց փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերի հետ բանակցությունները չեն ավարտվել։ Այդ դեպքում իսկ մյուս սցենարների դեպքում եթե կարճվի, բնականաբար ժամանակավոր կառավարիչը կգնա իրենց տուն կամ իր աշխատանքին, այլ աշխատանքի եւ սեփականատերերը կշարունակեն տնտեսվարել իրենց նկատողության դեպքում։ Ինչ։ Նույնն էլ այդ մյուս Այո։ Այսինքն միայն մի դեպքում կմնա, եթե լիցենզիան դադարեցնի։ Եվ այսպես առաջինի տաղավարում միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության լիցենզիան կդադարեցվի թե ոչ, պարզ չէ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանի խոսքով հայտնի կդառնա նոյեմբերի 18-ին, երբ կամփոփվեն ամիսներ առաջ հարուցված վարույթի արդյունքները եւ որոշում կկայացնեն։ Այսօր հանձնաժողովի նախագահը նաև հրաժարվել է խոսել ընկերությունում իրենց ուսումնասիրություններից, քանի որ վարույթը ընթացքի մեջ է եւ բազմաթիվ հարցեր կան առաջիկայում, վարույթի ընթացքի մեջ կլինեն փոփոխություններ եւ նա այս պահին իրավասու չէ որևէ դիրքորոշում հայտնել առհասարակ վարույթի վերաբերյալ ինֆորմացիա հրապարակել։ Հիշեցնենք, որ ՀԵՑ-ի կառավարումը վերցնելու եւ ընկերությունն ազգայնացնելու մասին բարձրաձայնվեց այն նույն օրը, երբ Սամվել Կարապետյանը հայտարարեց ինքն էլ իր ձևով մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը։ Այդ հարցադրույցից հետո գործարարը իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով հայտնվեց ճաղերի հետևում, իսկ նրան պատկանող էլեկտրական ցանցերը վարչապետը խոստացավ պետականացնել։
Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու է միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, միջազգային տնտեսական իրավաբան Արայիկ Պապյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պապյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Պապյան, օրերս ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու առաջարկ է արվել, սակայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի ընդունել այն եւ քաղաքական այս ամենը ենթատեքստ ունի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքում է դա։ Ինչ է կարծում, որտեղ է ճշմարտությունը։ Տեսեք, որպեսզի ինչ-որ սակագնային փոփոխությունից թվում է այդ հարցը որոշակյուն իհարկե հիմա այս բանը վստահ չեմ կարող ասել, այդ սակագնային փոփոխության մասով օրենքով պետք է նախատեսված լինի ինչ-որ կարգավորումներ եւ որպեսզի սակագնային փոփոխությունը լինի հիմնավոր, պետք է հասանելի լինեն օրինակի համար տարեկան ամբողջական տվյալներ եւ կարծում եմ թե որոշակի տրամաբանական է, թե չկա ամբողջական տվյալներ, ամբողջական տեղեկատվությունը որը անհրաժեշտ է սակագնի փոփոխություն իրականացնելու համար, ինչպես է այդ փոփոխությունը իրականացվելու եւ ինչքանով է այդ իրականացված փոփոխությունը ճշգրիտ լինելու եւ հետագան վերանայման կարիք ունենալու, դա կարծում եմ, որ դրամաբանական է, պետք է լինի ամբողջական տեղեկատվություն, ամբողջական հիմնան, բայց միգուցե այնտեղ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կարգավորումներում կամ այդ փոփոխությունները իրականացնելու ընթացակարգում ինչ-որ տեղեր կան այդ գործընթացները իրականացնելու էս առաջարկված տարբերակով կամ չգիտեմ հանրային ծառայությունների որոշած է պետք է սպասել մինչև ամբողջական տվյալներ հասանելի լինեն այդ ժամանակահատվածում նոր փոփոխություն անել կարծում եմ այդտեղ արդեն նեղ իրավաբանական ոլորտ եւ այդ ընթացակարգը կարծում եմ սակագների փոփոխությունը էական բան է եւ չեմ կարծում որ օրենքում որոշակի կարգավորումներ նախատեսված չլինեն դրանց ընթացակարգերի համար եւ նշված չլինեն թե ինչ պարտադիր տեղեկատվություն է պետք ինչ բաղադրիչներ պետք է հասանելի լինեն այդ հանրային ծառայությունների կարգավոր հանձնաժողովը որպեսզի փոփոխություն իրականացնի կարծում եմ դա օրենքով կարգավորված հարց պետք է լինի եւ այս բանին այդ մասով մեկնաբանություն չեմ կարող տալ Տեսեք, ուզում եմ անդրադառնանք մի շատ կարևոր խնդրի, տեսեք, պարոն Պապյան, մենք գրեթե ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե ինչպես է ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը բացահայտումներ անում, օրինակ ՀԵՑ-ում կոռուպցիոն սխեմաների, խախտումների, մեքենայությունների մասին։ Ձեր կարծիքով ինչու է ՀԵՑ-ի ղեկավարությունը գնում այս քայլին եւ եթե կան այսպիսի լուրջ խնդիրներ, կոռուպցիոն չարաշահումներ, ապա ինչու են այս բոլոր չարաշահումները օրինակ դուրս մնում ՀՑԿՀ դաշտից։ Ասեք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ի սկզբանե իր ստեղծման օրվանից ընդհանուր ստեղծել որպես կարգավորող մարմին եւ պետք է վերահսկողություն ամբողջ ընթացքում վերահսկողություն իրականացնել այդ կարևոր ոլորտում։ Հիմա ըստ էության ոնց որ թե նոր է սկսվել այդ վերահսկողության, խիստ վերահսկողության բացահայտումներ իրականացնելու, որտեղ ես ինչքանով որ հիշում եմ նախկին տարիների ընթացքում ինչ որ լուրջ բացահայտումների մասին, որովհետև տեղեկատվությունը ամեն դեպքում չեն եղել, չեն ամեն դեպքում չեն եղել։ Միգուցե ինչ որ տեղեկատվություն ավելի շատ հասանելի է դարել, քանի որ ժամանակավոր կառավարիչ եւ որոշակի հասանելիություն կա, բայց այն երևույթները, այդ չարաշահումները, ենթադրյալ չարաշահումները, որոնց մասին նշվում են, դրանք կարծում եմ, որ թեկուզ հենց միջազգային այդ վեճի ընթացքում պետության կողմից բնականաբար կներկայացվեն եւ օգտագործվելու են եւ դա կարող է պետության դիրքերը որոշակիորեն ուժեղացնել էական, եթե էական չարաշահումների էական նմանատիպ բաներ գոյություն ունեն, դա արդեն վեճի ընթացքում կդառնա լրջագույն խնդիրներ կառաջացնի մյուս կողմի համար, ամեն դեպքում դրանք կարող են շատ էական լինել։ Տեսեք, հետաքրքիր է օրինակ, պարոն Պապյան, ինչ եք կարծում։ Ի վերջո, այս չարաշահումները, խախտումները, որոնց մասին խոսվում է, բարձրաձայնվում է, ազդում են էլեկտրաէներգիայի սակագնի վրա, թե ոչ։ Ցանկացած գործողություն իհարկե բնականաբար ազդում են ցանկացած գնում կարծում եմ որ ներառվում է սակագնի մեջ ցանկացած ձեռքբերում ներառվում է սակագնի մեջ եւ բնականաբար դրանք պետք է հասնեն
Եվ ըստ էության փաստորեն միջազգային արդեն ատյաններում, վեճի շրջանակներում Հայաստանը կառավարությունը հոգուտ իրեն կարող է այս դրվագները, բացահայտումները օգտագործել, ինչպես նշում եք։ Միանշանակ կարող է, չեմ կարող ասել ինչքանով են դրանք հիմնավորված, ինչքանով են դրանք փաստաթղթավորված եւ այլն, եթե նման երևույթներ կան եւ դրանք ճշգրիտ հիմնավորվում են, փաստաթղթավորվում են եւ ներկայացվում են որպես ապացույցներ, այդտեղ արդեն այո, Հայաստանի դիրքերը կարող են էականորեն ուժեղանալ վեճի քննարկման ընթացքում եւ դա կլինի բավականին, այսպես ասած, ուժեղ մահակ պետության ձեռքին այդ արբիտրաժային վեճի ընթացքում։ Տեսեք, Բաբկեն Թունյանը, տնտեսական ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն է այսօր հանդրադարձել Կարապետյանների կողմից այս սակագնային հայցին, ինչ է պարզվում։ Պարոն Պապյան, պարզվում է հեծի առաջարկած սակագնի հաշվարկի վերանայումը, որի մասին այդպես անպագորգոր հայտարարում են մեր ձևով շարժման առաջնորդները, ենթադրում է հոսանքի սակագնի նվազեցում օգոստոսի 1-ից ընդամենը 0.2 դրամով 1 կիլովատ ժամի համար 20 լումայով։ Սա ծիծաղելի ցուցանիշ չէ եւ ակնհայտ չի դառնում, որ ավելի շատ քաղաքական նպատակ ունի, քան օրինակ սակագնի վրա ազդելու ուրեմն ենթադրյալ ցանկություն կամ Սակագնի վրա էական ազդեցություն ունենալու սակագինը կառավարելու համար պետք է իրականացվի էֆեկտիվ կառավարություն։ Այն ծախսերը, որոնք ավելնորդ են, ավել են եւ որոնք չպետք է իրականացվեն եւ որոնք ազդում են սակագնի վրա, դրանք չպետք է իրականացվեն։ Պետք է կիրառել նոր տեխնոլոգիաներ, պետք է կիրառել նոր հնարավորություններ, որպեսզի այդ կառույցը ավելի էֆեկտիվ աշխատի եւ այդ էֆեկտիվ աշխատանքի արդյունքում նոր կարելի է ունենալ այդ թեկուզ նվազեցված կամ թեկուզ ինչ որ օպտիմալ սակագին։ Ամեն դեպքում եթե կան չարաշահումներ, այդ չարաշահումները կարծում եմ ավելի շատ են ասում, քան այդ 20 լումա սակագնի վրա կարող են ավելի շատ ազդել, քան այդ 20 լուման։ Ամեն դեպքում հայտարարություններ են, որևէ բաց տեղեկատվություն չի ներկայացվում եւ որևէ հստակ բան չեն կարող ասել, բայց ամեն դեպքում ցանկացած գնում, ցանկացած գործընթաց ձեռք բերում, ամեն ինչ ազդում է բնականաբար սակագնի վրա։ Եթե սակագնի վրա պետք է հասկանալ արդյոք դրանք էֆեկտիվ են կամ անհրաժեշտ են կամ չգիտեմ կամ պետք է ավելի շատ գումար ծախսել, բայց հետագայում ավելի լավ արդյունք ստանալու, ավելի էֆեկտիվ աշխատանք ստանալու համար, ամեն դեպքում կարծում եմ, որ սակագնի վրա ազդելու համար պետք է իրականացվի էֆեկտիվ կառավարում եւ բոլոր այդ ավելնորդ գնումները կամ ցանկացած բան պետք է բացառվի, որովհետեւ այստեղ արդեն գործ ունենք հանրային ծառայության, հանրային ոլորտի հետ, որ ասում է ամբողջ բնակչության վրա։ Պարոն Պապյան, տեսեք, պարբերաբար Սամվել Կարապետյանի աջակիցները, կողմնակիցները պնդում են, որ իրենք արբիտրաժում հաղթանակ են ունենալու, մանավանդ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո։ Հետաքրքիր է ինչպիսի շանսեր ունեն նրանք հաղթելու։ Մենք միասին հնարավորություն ունեցել ենք այս թեման արծարծելու եւ դուք էլ նշել եք, որ սա շատ երկարատև գործընթաց է, մենք ոչ 1 տարվա, ոչ էլ 2 տարվա հետ գործ ունենք, շատ հնարավոր է նույնիսկ այս կառավարության օրոք չունենանք վերջնարդյունք, բայց այնուամենայնիվ ձեր գնահատմամբ որքանով են իրատեսական նրանց պնդումներն այս փուլում։ Տեսեք, այդ վեճի այդ սպეციფიկ տեսակ ինքը բավականին անկանխատեսել է, ես որպես մասնագետ, որ երկար տարիներ այդ թեման ուսումնասիրել եմ, նաև որոշակի աշխատանքներ եմ իրականացրել այդ մասով, իմ պատկերացմամբ շատ հստակ կարծիք ասել, որ ինչ-որ կողմը հաղթել է մի քիչ շտապողականությունը, որովհետև այնտեղ կա անկախատեսելիության բավական մեծ էլեմենտներ, իրադարձություններ, առաջինը իրադարձությունները մոտակա մի քանի ամիսներում ոնց է զարգանալու, ինչեր են բացահայտվելու եւ ինչ իրադարձություններ ընդհանրապես տեղի ունենալու։ Երկրորդը հենց բուն վեճի ընթացքում այդտեղ ընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքներ են, այդ միջազգային պայմանագրում ամրագրված դրույթեր են, որոնք տարբեր օրինակ արբիտրաժային դատարանների կողմից մեկնաբանվում են տարբեր կերպ կամ
նույնիսկ դեպքեր կան, որ այսպես ասած նույն փաստական հանգամանքներով, նույն նման իրավիճակներում տարբեր արբիտրաժային դատարաններ կայացնում են տարբեր որոշումներ եւ դեռ պնդել, որ միաժամանակ մենք հաղթելու ենք, դա ըստ մեկ քաղաքական հայտարարություն է եւ ոչ թե իրավական եւ բնականաբար քաղաքական հայտարարություն ասող որևէ բան չեմ կարող ասել, բայց իրավական տեսանկյունից միջազգային իրավական տեսանկյունից նման անկանխատեսելի համակարգում տեղի ունեցող վեճերի մասով հստակ երաշխիք տալ, որ այս գործը այսպես է ավարտվելու կամ այնպես է ավարտվելու, դա ճիշտ չէ եւ կարծում եմ որ նույնիսկ պրոֆեսիոնալ չի, եթե նման անանում է միջազգային իրավաբանը, այդտեղ անկանխատեսելի իրավիճակ է, կախված է հազարավոր ֆակտորներից, կախված է առաջիկայում հնարավոր տեղի ունեցող իրադարձություններից եւ նման տիպ բաներից, իհարկե եթե պետությունը անում է որոշակի, այսպես ասած, հայտարարություններ, որոնք տվյալ դեպքում մենք դրա մասին նախկին հաղորդումների ընթացքում խոսել ենք եւ ես նշել եմ, որ հայտարարությունների մեջ պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերել, եթե նույնիսկ պետությունը որոշակի հայտարարություններ արել, որը ինչ որ անուղղակիորեն կարող է առավելություններ տան կամ կարող է մյուս կողմը դրանից օգտվել, դա չի նշանակում, որ վեճը ավարտվելու այս կամ այն կերպ, որովհետև առջևում մենք կարծում եմ, որ տեսնել ենք ինչ-որ այլ զարգացումներ, էական, ոչ էական, որոնք ազդեցություն են ունենալ դրա վրա եւ կանխատեսել, որ մենք հաղթել ենք, իհարկե քաղաքական հայտարարություններ եւ ոչ իրավական։ Առջևում զարգացումներ ենք տեսելու, նկատի ունեք հենց այն բացահայտումները, որոնց ժամանակավոր կառավարիչն է անդրադառնում։ Այո, նաեւ դրանց։ Եթե ամփոփենք ըստ էության այս բոլոր գործընթացները ավելի քաղաքական ենթատեքստ ունեն, քան իրավական։ Այն ձևաչափը, որ գնում է այս բանավեճը, թեկուզ հեռակա բանավեճը, մոտ զգացողություն է, որ այն որոշակի կարելի ասել բաժանել 50 տարբերակով, համ քաղաքական է, համ իրավական։ Կարծում եմ այստեղ պետք է լիներ բացառապես պետության դիրքորոշումը, ես որպես հարկատու անհանգստություն ունեմ հենց պետության մասով եւ այստեղ պետության դիրքորոշումը պետք է ամբողջապես տարվեր իրավական դաշտ, դա լիներ իրավական դաշտ, օրինակ իրավական դաշտում ցանկացած հայտարարություններին կամ հակառակ կողմի, այսպես ասած, գործողություններին, ես կարծում եմ, որ ճիշտ արձագանքը պետության կողմից պետք է լիներ այն, որ սա իրավական վեճ եւ մեկնաբանություն ուղղակի համար չենք տրամադրում կամ եթե կա իրավիճակ, որտեղ հնարավոր չէ մեկնաբանություն տրամադրել, այդ մեկնաբանությունը տրամադրել բացառապես իրավական դաշտում եւ ոչ քաղաքական։ Ինչքան քաղաքական էլեմենտը այդ հայտարարությունների մեջ ավելանա, այնքան վնաս է հարկատուներին տեսակետն եւ համոզմունքն է։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան։ Առաջինի տաղավարում զրուցում էի միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ միջազգային տնտեսական իրավաբան Արայիկ Պապյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում
Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։